Բարև ձեզ։ Օրեր առաջ քաղաքացիական պայմանագիր կառավարող կուսակցությունը հրապարակեց իր նախընտրական ծրագիրը կամ դրա նախագիծը, որը բովանդակային իմաստով չի պարունակում որևէ նորություն կամ անակնկալ այն քաղաքականության տեսանկյունից, որ վարել կամ պատրաստվում է վարել Նիկոլ Փաշինյանը, կամ վարել է և պատրաստվում է շարունակել Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը վերջին նվազագույնը 4 տարիների ընթացքում վարած քաղաքականության մասին է, որը եթե համառոտ ներկայացնենք, պարփակված է այսպես կոչված իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակում, և Նիկոլ Փաշինյանը նախընտրական ծրագրով ըստ էության հաստատում է այն շարունակելու հանձնառությունը, ընդ որում հաստատում է թերևս ոչ այնքան Հայաստանի հանրության համար, որքան այդ քաղաքականության արտաքին շահառուների, որոնք արդեն իսկ բավական հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը այդ քաղաքականության շարունակության հարցում շահագրգռության վերաբերյալ։ Ծրագրի կամ նախագծի նորությունը, գուցե միակ նորությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական ծրագրի, նախընտրական խոստման, նախընտրական դրույթի կարգավիճակ է տվել Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավին։ Իհարկե գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն այդ արշավը փաթեթավորում է ոչ թե եկեղեցու դեմ տրամաբանությամբ, այլ իբրև թե ընդամենը ամենայն Հայոց կաթողիկոսի և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների, որոնք իբրև թե սպասարկում են այլ պետության շահեր, թեպետ այս հայտարարությունները որևէ կերպ չեն փաստարկվել համոզիչ փաստարկներով կամ ապացույցներով։ Հրապարակված այն հայտնի թուղթը Եզրած սրբազանի վերաբերյալ կարող է համոզիչ լինել միայն եթե պարզապես մեղմ բնորոշենք մտածելուց հրաժարվող քաղաքացիների համար։ Այս տեսանկյունից կրկնեմ, ծրագրային միակ նորությունը եկեղեցու դեմ արշավին նախընտրական ծրագրային կարգավիճակ հաղորդելն է, ինչը նշանակում է նվազագույնը հետևյալը, որ Նիկոլ Փաշինյանը ամենևին չի հրաժարվել այդ արշավից, որքան կարող է թվալ վերջին շաբաթների կամ ամիսների ընթացքից, երբ շատերը գնահատում են, որ տեսնելով հանրային աջակցության բացակայությունը և հակառակը, տեսնելով հանրային պարսավանքի առկայությունը, երբ մարդիկ պասիվ կամ ակտիվ ռեժիմում ավելի շատ աջակցեցին եկեղեցուն, քան Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է արշավը շարունակելու մտադրությունից։ Այն, որ նա դրան տվել է ծրագրային դրույթ, վկայում է, որ ամենևին չկա այդ հրաժարումը, և խորհրդարանի ընտրությանը իր համար ցանկալի արդյունք ապահովելուց հետո Նիկոլ Փաշինյանը դարձյալ ձեռնմուխ է լինելու այդ արշավի ակտիվ ընթացքի, և ավելին այս անգամ թերևս հղում է անելու հետևյալ մի տրամաբանության, որ ինքը ներառել էր արշավը ծրագրի մեջ, ծրագրային կարգավիճակ էր տվել, ծրագրային խոստման կարգավիճակ էր տվել և հանրության քվեն նշանակում է, որ մարդիկ իրականում աջակցում են նաև եկեղեցու դեմ գործողություններին։ Հետևաբար, այսպես ասած, լեգիտիմության կնիք է հաղորդելու հղում անելով ընտրության արդյունքին, եթե հունիսին նա կարողանում է ստանալ խորհրդարանի ընտրության իր համար ցանկալի արդյունքը։ Սա, կրկնեմ, նշանակում է, որ եկեղեցու դեմ արշավը Նիկոլ Փաշինյանը դրանից հետո կշարունակի նոր թափով և նոր տրամաբանությամբ։ Բայց այստեղ այս հանգամանքն ըստ ամենայնի նվազագույնն է, որովհետև կա թերևս առավել լայն համատեքստ, որը գուցե առավել կարևորն է եղել միշտ, և ինքս այս գործընթացում մշտապես անդրադարձել եմ հենց այս ավելի լայն համատեքստին, նշելով, որ սա եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի գործողությունները ամենևին լոկ ներքաղաքական մոտիվներով պայմանավորված քայլեր չեն, և նաև իմ համոզմամբ ամենևին պարզապես Ադրբեջանի թելադրանքով կամ Ադրբեջանի պահանջով արվող քայլեր չեն, թեպետ ակնհայտ է, որ Ադրբեջանը Հայ առաքելական եկեղեցու գործունեության վերաբերյալ բարձրաձայնել է մտահոգություններ և այդ գործունեությունը կասեցնելու վերաբերյալ հայտարարություններ է արել, որոնք փաստորեն բավական ժամանակագրական, բավական խորհրդավոր զուգահեռով ստացել են Հայաստանի իշխանության քաղաքական օրակարգի նշանակություն և վերածվել կոնկրետ գործողությունների և քայլերի, հենց Ադրբեջանից հնչող հայտարարություններին զուգահեռ։ Այդուհանդերձ ես կարծում եմ, որ այս գործընթացը շատ ավելի լայն բնույթ ունի,
Եվ այս տեսանկյունից, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական ծրագրում արձանագրում է, որ շարունակելու է հայ առաքելական եկեղեցու դեմ իր գործողությունները, նշանակում է, որ նա դուրս է գալիս հենց իր այսպես կոչված իրական Հայաստան կոնցեպցիայի շրջանակից, այն 29743-ի շրջանակից, որ անընդհատ մատնացույց է անում Հայաստանի վերաբերյալ ամենատարբեր հարցերի կամ հարցադրումների պարագայում, որովհետև հայ առաքելական եկեղեցին ամենևին 29743-ի շրջանակում պարփակված կառույց չէ, հայ առաքելական եկեղեցին համաշխարհային կառույց է, համաշխարհային հայկական ցանց ներկայացնող կառույց, եւ եթե դրվում է այդ եկեղեցու բարձրագույն հոգեվորականի փոփոխության հարց, անգամ այսպիսի ձևակերպումով, սա նշանակում է, որ դրվում է հարց, որը դուրս է այսպես կոչված իրական Հայաստանի սահմաններից։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը նախընտրական ծրագրում արձանագրում է, որ դուրս է գալիս այդ սահմաններից։ Իսկ ինչպես է ստացվում, որ բոլոր տնտեսական, քաղաքական, անվտանգային եւ այլ հարցերում Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ բերում եւ տեղավորում է այդ իրական Հայաստանի խորհրդային սահմանների շրջանակում, իսկ ահա եկեղեցու հարցում չի զլանում եւ հայտարարում է նախընտրական կարգավիճակով, նախընտրական ծրագրի կարգավիճակով, որ դուրս է գալիս այդ սահմաններից եւ ստանձնում է այդ սահմաններից դուրս գտնվող, այդ սահմաններից դուրս տարածվող եւ գոյություն ունեցող կառույցի բարձրաստիճան հոգեվորականի փոփոխության քաղաքական հանձնառություն։ Մի կողմ թողնենք, որ Նիկոլ Փաշինյանը չունի դրա ոչ միայն քաղաքական, այլ նաև սահմանադրական իրավունքը եւ իրավասությունը։ Սա ինքնին եւ այս տեսանկյունից կարծում եմ մեկնաբանությունն ընդհանրապես ավելորդ է։ Եվ ավելին, նույնիսկ քաղաքական պատմության մեջ ամենայն դեպս ժամանակակից գործընթացներում սա բացառիկ երևույթ է, երբ որևէ քաղաքական ուժ նախընտրական ծրագրում դնում է որևէ կրոնական կազմակերպության ղեկավարի փոփոխության հարց։ Այստեղ Նիկոլ Փաշինյանի գործողությունների հակասահմանադրականությունը նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Բայց կա, կրկնեմ, քաղաքական լայն համատեքստը եւ այդ համատեքստում տեսնում ենք, որ Փաշինյանը դուրս է գալիս իր իսկ այսպես կոչված իրական Հայաստանի կոնցեպցիայից։ Եվ հարց է առաջանում. ինչու է այդ հարցում Հայաստանի սահմանից դուրս գալը Նիկոլ Փաշինյանի համար այդքան հեշտ եւ նույնիսկ նախընտրելի։ Պատճառը թերևս այն է, որ այդ հարցում նա չի արժանանա Ադրբեջանի եւ միջազգային որոշ դերակատարների պարսավանքին եւ նրա քաղաքական գործողությունները չեն հակասի Ադրբեջանի կամ որոշ այլ քաղաքական ավելի խոշոր դերակատարների շահերին, հաշվարկներին եւ նկարտումներին, այլ հակառակը կբավարարեն այն։ Իսկ այդ հարցում, կրկնեմ, հայ առաքելական եկեղեցին հիմնարար նշանակություն ունեցող գործոն է, որովհետև հայ առաքելական եկեղեցին մի կառույց է, որը հայկական պետականությանը կարող է օժտել, դե ֆակտո օժտել է, եւ եթե հայկական պետականությունը դուրս գա ոչ թե եկեղեցու դեմ, այլ երկխոսի ու պայմանավորվի եկեղեցու հետ, կարող է շարունակել օժտել ահռելի միջազգային ներուժով եւ սուբյեկտությամբ։ Ընդ որում, բացարձակապես ոչ արկածախնդիր եւ ոչ կամայական սուբյեկտությամբ, այլ հենց նույն միջազգային դավանաքաղաքական պատմության եւ իրավունքի տեսանկյունից միանգամայն լեգիտիմ սուբյեկտությամբ։ Հայ առաքելական եկեղեցին պատմական խորը ներկայություն ունի աշխարհաքաղաքականության համար կարևորագույն ռեգիոններում։ Դիցուք Մերձավոր Արևելքում, որը տեսնում ենք աշխարհաքաղաքականության եւ աշխարհակարգի օջախներից մեկն է, եթե ոչ գլխավոր օջախը։ Եվ այդտեղ հայ առաքելական եկեղեցին ունի իրավունքներ, ունի դարերի ներկայություն, միջազգայինորեն ճանաչված ներկայություն եւ հետեւաբար այդ ներկայությունը օժտում է եկեղեցուն իրավունքներով, ըստ այդմ նաեւ հայկական պետականությանն է տալիս համապատասխան մասշտաբ, կրկնեմ, ոչ թե արկածախնդիր կամայականությամբ կամ ինչպես ընդունված է ասել պատրանքային հայրենասիրության տրամաբանությամբ, այլ հենց միջազգային դավանաքաղաքական սկզբունքների եւ իրավունքների։ Այստեղ է, որ հայ առաքելական եկեղեցին դառնում է թիրախ
բոլոր այն խոշոր շահառուների համար, որոնք ձգտում են մերձավոր Արևելքում փոխել ստատուս քվոն և հաստատել լիովին նոր դավանաքաղաքական իրականություն։ Եվ այս տեսանկյունից շատ խորհրդանշական է, որ ժամանակագրությամբ ամեն ինչ զուգադիպում է նաև Իրանի դեմ պատերազմին, որովհետև այդ պատերազմը նաև հենց տվյալ խնդիրը լուծելուն, մերձավոր արևելյան գոյություն ունեցող ստատուս քվոն կամ ստատուս քվոյի պատմական, դավանաքաղաքական հիմքը քանդելու և ամբողջապես նոր ռեգիոն ձևավորելուն միտված պատերազմ է, և նվազագույնը սրա մասին են վկայում այն, որ այդ պատերազմը թե Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, թե նաև Թրամփն ու իր քաղաքական իշխանության հենարան, պատվանդան և նաև որոշակի այդ իշխանության վրա ճնշում բանեցնող կրոնական կազմակերպությունները ազդարարում են և փաթեթավորում, եթե այսպես ամբողջական ասենք, նրանք ազդարարում են, որ սա պատերազմ է հանուն Քրիստոսի, որը մաքրելու է մերձավոր Արևելքը այլ ներկայություններից և հաստատելու է, այսպես ասենք, Աստծո թագավորություն, և Նեթանյահուի այդ մեծ Իսրայելի կոնցեպտը, որը ևս որոշակի իմաստով համադրվում է այս տրամաբանության հետ, որ հռչակում են Միացյալ Նահանգների կրոնական կազմակերպությունները, մասնավորապես այն շրջանակները, որոնք ստացել են միանգամայն արդարացիորեն և հիմնավոր քրիստոնյա սիոնիստներ ձևակերպումը կամ բնորոշումը, որովհետև ոչ բոլոր կրոնական կազմակերպություններն են նահանգներում, որ ունեն իհարկե որոշակի ազդեցություն, բայց տեղավորվում են այսպիսի կոնցեպտի շրջանակում։ Իսկ ինչ է նշանակում մաքրել մերձավոր արևելյան դավանաքաղաքական ստատուս քվոն։ Դա նշանակում է նաև մաքրել այնտեղից այդ գոյություն ունեցող ստատուս քվոյում նշանակալի դեր և իրավունքներ ունեցող կառույցներին։ Այդ թվում է, կրկնեմ, հայ առաքելական եկեղեցին։ Իսկ ինչպես հեռացնել այդ սուբյեկտներին տվյալ պարագայում հայ առաքելական եկեղեցուն, եթե ոչ, օրինակ, քանդելով այն, քանդելով դրա կառուցվածքը։ Այստեղ է, որ այն գործողությունները, ինչ անում է Հայաստանի իշխանությունը եկեղեցու դեմ, իբրև թե վատ կաթողիկոսին լավ կաթողիկոսով փոխարինելու տրամաբանությամբ, իրականում քանդում է հայ առաքելական եկեղեցին, քանդում է հայ առաքելական եկեղեցու գործունեության կարգն ու կառուցվածքը։ Իսկ մի բան է, երբ այդ եկեղեցին մերձավոր արևելյան իր ներկայությունն ունի այդ հավաք և ամբողջական դարերից եկող կառուցվածքով, մեկ այլ բան է, երբ այդ եկեղեցին այլևս մասնատված և քայքայված մի օրգանիզմ է։ Այն էլ հայկական պետության ձեռքով, հայկական պետության քաղաքական իշխանության ձեռքով մասնատված և քայքայված օրգանիզմ։ Սա է նշանակելու, որ այլևս մերձավոր արևելքում չկա հայկական դավանաքաղաքական ներկայություն, հետևաբար, կրկնեմ, հայկական պետականությունը այս իմաստով էլ պարփակվում է արդեն Նիկոլ Փաշինյանի հայտարարած իրական Հայաստան գաղափարախոսության այդ սեղմ շրջանակում, որից դուրս որևէ բան Հայաստանի իշխանությունն իսկ փաստորեն հռչակել է որպես պատերազմի առիթ։ Այսպիսով, թվում է, թե Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս իր իսկ այդ իրական Հայաստանի գաղափարախոսության կամ կոնցեպտի շրջանակից, Հայաստանի խորհրդային սահմանների շրջանակից, երբ դնում է հայ առաքելական եկեղեցու ղեկավարության փոփոխության հարց։ Բայց գործնականում մենք տեսնում ենք, որ շատ ավելի լայն տրամաբանության համատեքստում նա դուրս է գալիս դրսում եկեղեցու կառուցվածքը քանդելու տրամաբանությունը շարունակելու համար և այդպիսով հայկական պետականությունը հենց խորհրդային սահմաններում պարփակելու process-ը առավել բյուրեղացնելու համար։ Իսկ սա նշանակում է, որ հայկական պետականությունը զրկվելով կարևորագույն ներուժից, ինչպիսին ներկայացնում է հայ առաքելական եկեղեցին, գործնականում, ինչպես առիթ եմ ունեցել նշելու դեռ տարիներ առաջ, վերածվելու է դեկորատիվ պետության։ Պետության, որը իրեն իսկ զրկել է որևէ միջազգային դերակատարության իրավունքից և հնարավորությունից, այդ միջազգային տրամաբանությունը հռչակելով պատերազմի առիթ։ Սա, սակայն, ոչ թե հեռացնում է պատերազմը Հայաստանից,
այլ հակառակը, առավել մոտեցնում, որովհետև երբ Հայաստանը ինքը սահմանափակում է իր միջազգային սուբյեկտության ներուժը, փաստացի ստեղծում է իր շուրջ Հայաստանի հանդեպ օղակը սեղմելու առավել մեծ հնարավորություն և առավել մեծ լեգիտիմություն։ Ի վերջո, երբ որևէ պետություն գնում է անձնատուր լինելու ճանապարհով, ապա միջազգային դերակատարները ոչ միայն որևէ կերպ չեն փորձելու կասեցնել այդ պետության ճանապարհը, այլ հակառակը փորձելու են դրանից օգտվել, որովհետև աշխարհակարգային այն մեծ վերափոխումը, որ տեղի է ունենում հիմա, այդ թվում, ինչպես նշեցի, մերձավոր արևելքում, բայց ոչ միայն մերձավոր արևելքում, ինքնին ենթադրում է հետևյալը, ում հաշվին են տեղի ունենալու այդ փոփոխությունները։ Եվ Հայաստանը թվում է, թե փորձում է անել քայլեր, որ դրանք իր հաշվին չլինեն, բայց գործնականում անում է քայլեր, որոնք ամբողջ իրենց տրամաբանությամբ եւ վարքագծային լեզվով այն մասին են, որ Հայաստանը պատրաստ է իր հաշվին այդպիսի փոփոխությունների, պատրաստ է ինքը սպասարկել այդպիսի փոփոխություններ, միայն թե դրա դիմաց լինի պարզապես իշխանության լեգիտիմություն, այսինքն պետության միջազգային լեգիտիմության դիմաց իշխանության միջազգային լեգիտիմություն։ Այս բանաձևն է գործնականում դրվում նախընտրական սեղանին։